Ինչու Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները չեն մասնակցում կարգալույծ արված քահանայի մատուցած կեղծ պատարագին։ Բայց այդ քահանան կա, բայց այդ իրականում քահանա է։ Դա կարգալույծ արված, բայց Փաշինյանը աջակցում է, գնում է մասնակցում։ Պրոբլեմն է, դրանց պրոբլեմները արդյոք իրանց է։ Ձեր կարծիքով ինչու եթե ինքը աջակցում է, ինչու իր ընտանիքի անդամները չեն գնում ու մասնակցում։ Դա ժամանակագնան է, ժամանակագնան է դրանք։ Ես ոչ մի պոլիտիկայով մեր մոտ չեմ զբաղվում։ Բարև ձեզ։ Սիրով սուփողին։ Աջակցում է Իրանից հարցնես, ես ինչ գիտեմ։ Եթե ինքը աջակցում է, գնում մասնակցում է, ինչու իր ընտանիքի անդամները չեն գնում։ Ուրեմն Իրանից խելացել։ Կներեք չեմ կարող պատասխանել։ Եթե օրինակ ձեզ հարցնեն, ասեն հավատը, մերը քրիստոնեականն է։ Ինչպես դուք կբնութագրեք, հավատը ո՞րն է։ Օրինակ ինձ համար հավատը դա մարդու խիղճն է, չէ՞։ Այմա որ մարդիկ իրար սպանում են։ Նույնիսկ իմացանք, որ հայրը երեխային խեղդել է, չէ՞։ Այդ ինչից է գալի բոլորը։ Այդ գալիս է, որտեղ մեր ժողովրդի մեջ աստիճանաբար հավատը վերանում է։ Ձևական է դառնում։ Եվ այս արշավը եկեղեցու դեմ այդ տեսանկյունից որ նայում ես, դա սարսափելի հետևանքներ ունենալու մեր ամբողջ ազգի համար, եթե մեր ազգը չի հասկանում դրա էությունը։ Հավատի էությունը այն չի, որ դու գնաս մոմ վառես, խաչական քեզ ոչ։ Հավատը դա մարդու խիղճն է։ Դե եթե խիղճը վերանում է, դրա հետևանքները վերանում։ Իսկ ինչու ընտանիքի անդամները իր հետ չեն գնում։ Ախր ջան, այդ երևի ճիշտ կլինի այդ հարցը ուղղել ընտանիքի անդամներին։ Ես փառք Աստծո նրա ընտանիքի անդամը չեմ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ եթե նույնիսկ վեհապարը կարգազանցությամբ զբաղվել, դա պետության գործառույթը չի խառնվել եկեղեցու գործերի մեջ։ Մենք ունենք հստակ ուրեմն պետության եւ ասենք եկեղեցու բաժանում հստակ օրինականացված, չէ՞։ Հիմա եթե երկրի ղեկավարը բանը գործը թողած ընկել է այդ եկեղեցական հարցերը, նա պարզապես խախտում է մեր օրենսդրությունը։ Այդ սրա մասին պետք է խոսել։ Իսկ իր ընտանիքի անդամները ինչի չեն գնում։ Դա գիտես ինչ կա, դա արդեն մանրադրամ է։ Ես ինչ որ ասեցի, այստեղ էականը դա է։ Եվ երկրի ղեկավարը ճիշտ կլինի, որ իր գործառույթներով զբաղվի եւ ոչ։ Իսկ դրա համար կան հոգեվոր խորհուրդներ կան, նաև համաշխարհային։ Թող նրանք զբաղվեն, թող ինքը դիմի այդ խորհուրդներին, որպեսզի նրանք ես օրինակ կողմ կլինեմ, որ օրինակ ես լսել եմ, որ այդ զովք խանութների ցանցը վեհապարինն է։ Ես դրան դեմ եմ միանշանակ։ Խախտել է այդ բանը, պետք է պատժվի, բայց ոչ թե այդ ձևով։ Հասկանում ես, ամեն ինչ պետք է լինի օրենքի, օրինականության սահմաններում, թե չէ մենք այս վիճակին չենք հասնում։ Հələ դեռ սրանից վատ է լավ։ Այ արդեն այդտեղ ես այդ մի քիչ համամիտ չեմ կարգալուց եղած քահանայի պահով, որովհետև Տեր Արամը կարգալուց եղած քահանա չէ։ Տեր Արամը ուղղակի Կտրիժ Ներսիսյանի կողմից ով ուխտակուրությունը խախտել է, ով հրաժարվել է Աստծո ծառայությունից եւ բարձր մակարդակով եւ հարգանքը տեղը պայելով ծառայություն է մատուցում թալանչիներին, այսինքն ինչ եմ սրանով ուզում ասեմ, որ Կտրիժ Ներսիսյանը թաքնվելով Աստծո տան մեջ, ոչ մի կապ չհաստատելով Աստծո եւ Աստվածաշնչի հետ, Աստծո տունը օգտագործում է թալանչիների շահերը սպասարկելու գործում։ Եկեղեցին ով է։ Եկեղեցին հայ առաքելական եկեղեցու հետևորդ ամեն մի հայ մարդ է։ Եվ հայ առաքելական եկեղեցու հետևորդ հավատացյալ մարդիկ այլևս իրենց առջև խնդիր են դրել, որպեսզի թույլ չտան Կտրիժ Ներսիսյանին, որպեսզի մեզ օգտագործի թալանչիների շահերը սպասարկելու գործում։ Իսկ մնացածը թե Կտրիժ Ներսիսյանը ինչ կանոններ է խախտել, դա արդեն բոլոր հանրությունը գիտի, իրեն ուղիղ հարցեր է տրված, թող ինքը ուղիղ հարցերին պատասխանի,
Տեր Արամը կարգալույց եղած չէ։ Ինչու Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները եւս չեն գնում եւ մասնակցում։ Այնտեղ ամեն մի հայ մարդ, այնտեղ ամեն մի կայնած մարդ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամ է։ Կինը, երեխաները։ Իմ իմանալով Հայաստանի Հանրապետության առաջին տիկինը Հայաստանի Հանրապետությունում չէ։ Հայաստանում է։ Ինքը իր արմամբ հայտնել է, որ Հա, դե եթե հայտնել է դա արդեն իրենց իրավունքներն է, այսօր չեն մասնակցում, վաղը կմասնակցեն կամ մյուս օրը կմասնակցեն։ Գիտեք ինչ, ես ուզում եմ այդ ընտանիքի անդամի վրա շեշտը դնենք։ Նիկոլ Փաշինյանի այնտեղ բոլոր կանգնած մարդիկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամ են։ Չգիտեմ ընտանիքի անդամ ասելով ինչ նկատի ունեք, ինձ հարց եք տալի իմ պատկերացումով ամեն մի ես էլ եմ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամից մեկը այնտեղ բոլոր հայ մարդիկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկն են